5 քայլ, որ իրական փոփոխություն կբերի յուրաքանչյուր ընտանիք, դրական ազդեցություն կունենա բոլոր քաղաքացիների կյանքի որակի վրա։ Ազգային բարերար Սամվել Կարապետյանի թիմը ներկայացնում է Հայաստանի տնտեսական զարգացման իր տեսլականը, առանցքային փոփոխությունները, որոնց միջոցով լուծելու են մեր առջև ծառացած խնդիրները։ Շնորհանդեսին միանգամից են խոստանում, ծրագրերը միայն թղթին չեն մնալու, իսկ առաջին քայլով ամրագրել են, Հայաստանում ստեղծելու են 300,000 նոր աշխատատեղ։ Դինամիկ երկիր ունենալու համար մենք պետք է ստեղծարար տնտեսություն ունենանք։ Ստեղծարար տնտեսությունը դա արտադրություններն են եւ ծառայությունների արտահանումն է։ Էներգակիրները, բենզինը, դիզելն օրինակ մեր երկիր ներմուծվող ապրանքների ցուցակի առաջին շարքից են։ Կարապետյանի թիմն առաջարկում է Հայաստանում հիմնել նավթավերամշակման գործարան, ինչպես Նարեկ Կարապետյանն է ձևակերպում, մինչև 2 անգամ ավելի էժան գնով հում նավթ կբերենք, կվերամշակենք։ Այսպես գործարանը տարեկան մինչև $500 միլիարդ շրջանառություն կարող է ունենալ ըստ նրա։ Առաջարկ ունեն նաև ներմուծվող գազի հետ կապված։ Հիմա կասեք ոնց է գազը ստեղ արտադրելու։ Մենք համարյա $500 միլիարդ մեր երկիրը գազ է ներմուծում։ Բայց մենք ունենք հարևան Իրանի Իսլամական Հանրապետություն, ում հետ ունենք մի պայմանագիր, որով Իրանը համաձայնվում է մեզանից գնել էլեկտրականություն, մեզ տա գազ։ Մենք վերցնելու ենք գազը Իրանի Իսլամական Հանրապետությունից, այստեղ մեր ջերմաէլեկտրակայաններ ենք ստեղծելու, որը հրազդանում ունենք, որը կստեղծենք նաև սահմանին Իրանի հետ։ Հարևան Իրանից մինչև Չինաստան Նարեկ Կարապետյանը կոնկրետ թվերով է խոսում։ Չինաստանում արտահանման ընկերություն կա, այդ երկրի արտադրած սարքավորումներով գործարան ցանկանաս հիմնել, մինչև 70%-ը կֆինանսավորեն, ասել է, թե աջակցության ձեռք կմեկնեն։ Եթե օրինակ պղնձի վերամշակումը հաշվենք 250 միլիոն ԱՄՆ դոլարի բյուջե, մենք հասկանում ենք, որ 30%-ը այս բյուջեի կլինի մոտարապես 80-ի կարգի։ Ինչ է անելու պետությունը այստեղ։ Մոտավորապես 80 միլիոն ներդրման պարագայում։ Մեր պետությունը, որը 30%-ն է ներդրման։ Պետությունը վճարելու է, տալու է, աջակցելու է 15%-ը, իսկ ներդրողից պահանջելու է եւս ներդրում 15%-ով։ 15% ընդամենը ներդրում անելով։ Պետությունը բերում է 100% ներդրում իր երկիր։ Եվ այսպես քաղաք-քաղաք, գյուղ առ գյուղ կլուծվի գործազրկության խնդիրը, վստահ է Կարապետյանը։ Ծրագրեր ունեն նաև փոքր ու միջին բիզնեսների համար։ Առաջիկա ամիսներին հանրությանը կներկայացնեն, թե ում են առաջարկում ազատել հարկերից։ Բոլորը պետք է իմանան ու օգտագործեն հնարավորությունը զբաղվելու ձեռներեցությամբ։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։